Այսօրվա թեման ես ամեն անգամ երևի պետք է նշեմ, որտեղ մարդիկ միայն երբ որ իրենց նշանի համար են նայում, փորձեմ մի փոքր բոլորին էլ բացատրություն տալ։ Ես այսօր նայում եմ հետևյալ թեմայով. ինչն է խանգարում ձեր առաջխաղացմանը, այսինքն հաջողությանը, անձնական հարցերում, հիմնականում սիրո թեմայում, աշխատանքում, կարիերայում եւ ֆինանսներում։ Այսինքն ինչն է խանգարում, որ դուք առաջխաղացում չունեք։ Սա վերաբերում է այն ցուլերին, ովքեր անձնական խնդիրներ ունեն, ովքեր հաջողակ են, սիրում են, սիրված են, ամուսնացած են, սա իրենց բնականաբար չի վերաբերում։ Ֆինանսներում եւ աշխատանքում, ովքեր լավ կարիերա, լավ աշխատանք կամ իրենց բիզնեսն ունեն եւ խնդիրներ չունեն, ուրեմն աշխատանքում էլ իրենց չի վերաբերում։ Եվ ֆինանսներում, եթե դուք շատ ապահոված եք, խնդիրներ չունեք, ուրեմն ֆինանսական խնդիրներն էլ ձերը չէ, ձեզ դա կոնկրետ չի վերաբերում։ Կարող եք նայել այն հատվածը, ինչ ձեզ վերաբերում է։ Բնականաբար ամեն ինչ բոլորին չի կարող վերաբերել։ Տեսնենք ինչն է խանգարում ձեր առաջխաղացմանը։ Եթե դուք ոչինչ չեք անում, բնականաբար ոչինչ էլ չի լինելու, ինչ առաջխաղացման մասին է խոսքը, բայց եթե դուք ջանքեր դնում եք, ներդնում եք, դուք ինչ որ բան անում եք ձեր սիրո թեմաներով, այսինքն ձեր անձնական կյանքը փորձում եք բարելավել, ձեր ֆինանսներն ու ձեր կարիերան եւ ինչ որ հաջողություն չունեք, ինչ որ առաջխաղացում չկա, տեսնենք ինչու։ Ինչն է խանգարում ցուլերի առաջխաղացմանը սիրո մեջ, աշխատանքում եւ ֆինանսներում։ Սիրո մեջ երևի ինչն է խանգարում է ձեր շատ մարտական տրամադրվածությունը, այսինքն չափից ավելի միգուցե կամ ագրեսիվ եք կամ շտապում եք, հարգելի ցուլեր, երևի շտապում եք, ուզում եք արագ լինի, արագ մոտեցա, սերը խոստովանեցի, ինքն էլ ինձ պատասխանեց, արագ, երևի թե մի քիչ շտապողականությունն է, այո, տեսնում եք, մարդը ընդհանրապես մարդու մեկ թուրը բավական է պայքարի համար, իսկ այստեղ սևը նեղություն 7-ն է թրերի, այսինքն նշանակում է, որ դուք երկու ձեռքով եք պայքարում, շատ շտապում եք եւ դա կարող է միգուցե վանել կանանց աղջիկներին, կարող է անվստահություն առաջացնել, ինչու է մարդը այսքան շտապում։ Պետք է լինել ավելի համբերատար։ Համենայն դեպս տղամարդկանց է վերաբերում կանանց նկատմամբ։ Իսկ եթե կանայք են ավելի շտապողական, դա կարող է տղամարդկանց վանել, որտեվ եթե դուք շատ շտապում եք, տղամարդը դեռ նոր ուզում է ձեզ հետ շփվել, ծանոթանալ, դուք միանգամից խոսում եք ամուսնությունից, երեխաներից, ապագայից, դա կարող է վանել տղամարդկանց, որովհետև երբ մարդիկ նոր շփվում են, դրանք դեռ ժամանակ է պետք, չէ՞, մինչև հասկանան, ուզում են ամուսնանալ, չեն ուզում, ամուսնությունը շատ լուրջ հարց է եւ այդպես արագ չի կարելի որոշում կայացնել։ Այսպես կարող եմ ասել, եւ կանանց եւ տղամարդկանց համար։ Մի քիչ ավելի երևի քիչ ագրեսիվ լինեք եւ քիչ շտապող, մի քիչ ավելի համբերատար, մի քիչ ավելի դանդաղ։ Այսինքն իրար ժամանակ տվեք։ Կանայք տղամարդկանց, տղամարդիկ կանանց, մի քիչ ավելի պետք է իրար լավ ճանաչեք։ Շտապողականությունը, փաստորեն եւ մի քիչ ագրեսիան կարող են խանգարել ցուլերի անձնական կյանքում սիրո հարցերում առաջխաղացմանը։ Հաջորդը նայում ենք աշխատանքում կամ կարիերայում ինչն է խանգարում ցուլերին։ Ես այստեղ տեսնում եմ աշտարակը, ընդ որում սա քանդվող աշտարակն է, տեսնում եք, եւ այրվում է եւ քանդվում է, քարոքանդ է լինում։ Ինչու չի ստացվում, դուք ուզում եք ձեր աշտարակը կառուցել, ուզում եք կարիերա, ուզում եք աշխատանքում հաջողություններ եւ չի ստացվում։ Տվյալ դեպքում ես կարող եմ այս կարտով ասել, որ սխալ ակնկալիքներ ունեք։ Այսինքն ինչ եք դուք սպասում աշխատանքից, ինչպեսի առաջխաղացում պետք է ունենաք, ինչ եք անում այդ ուղղությամբ, կամ ակնկալիքներն են սխալ, կամ սխալ աշխատանք եք կատարում, դա ձեր կարիերան չէ, դուք սխալ գործ եք անում, այսինքն ինչ-որ բան չի աշխատում այնպես, ինչպես որ դուք ուզում եք, պետք է վերանայել, դուք աշխատում եք, չգիտեմ, ինչ-որ ասպարեզում, բայց դա իրականում միգուցե ձերը չէ, դրա համար հաջողություն չունեք, դա կարող է լինել եւ կանանց եւ տղամարդկանց համար, եւ առաջին նախապայման է, էլի եմ ասում, եթե դա ձերը չէ, դուք չեք կարող, օրինակ ես երբեք չեմ կարող լինել երգչուհի, որտեվ ես երգելու ձայն չունեմ, շատ սիրում եմ երգել, արտակարգ շատ կուզենայի
երկչուհու ձայն ունենալ եւ երգել, հատկապես օպերա շատ եմ սիրում։ Ես կոնկրետ անձամբ իսկապես իմ օրինակն եմ բերում, բայց ես չեմ կարող, բայց եթե ես որոշեմ երգել, ես հաստատ առաջ չեմ կարող գնալ, ես երբեք չեմ կարող լինել հաջողակ, որտեղ դա իմը չէ։ Այ նմանատիպ որոշում կարող է կայացել են ցլերը, որոշ ցլեր, ովքեր հաջողակ չեն։ Ինչ որ գործ որ անում եք, դա ձերը չէ, հասկանում եք, կամ ակնկալիքներն են, դուք սպասում եք, որ այս գործին ընդունվեցի, այսպես կլինի, այնպես կլինի, բայց իրականում հիասթափություն եք ապրում։ Նորից վերանայեք, ինչ եք անում ձեր աշխատանքում, արդյոք դուք բավականին եռան դնում եք, իսկ եթե դնում եք եւ ոչինչ չի լինում, ուրեմն սխալ մասնագիտություն եք ընտրել, սխալ գործ եք անում։ Դե երևի 55-ից հետո կամ 50-ից հետո մարդկանց համար դժվար կլինի, բայց երիտասարդների համար փորձեք վերանայել, ինչ եք աշխատանքում, ինչ եք ակնկալում եւ ինչ գործ եք անում, արդյոք ճիշտ աշխատանք եք ընտրել, որովհետեւ ձեր հավատը, սա ընդհանրապես աշտարակը նաեւ արժեքներն են, այսինքն ինչի որ դուք հավատում եք, ինչպես որ դուք պատկերացնում եք առաջ խաղացում պետք է ունենաք չի աշխատում։ Եթե դուք ունեք պլաններ կոնկրետ կամ բիզնես եք սկսել, օրինակ եւ էլի ցուլ էր իմիջայլոց ցուլ էր, պատմություն եմ պատմում, չեմ կարող ասել ովքեր են, ով ում հետ ինչ կապ ուներ, բայց իմ ազգականներն էին։ Օգնություն է խնդրում իր ազգականներից, մեքենա է գնում, ուզում է տաքսու վարորդ դառնալ, տաքսի վարել, մեր ցուլը, եւ հետո հանկարծ միջև գնում է ուրախ ընկերների մոտ, մեքենան գնել է դժվարությամբ, կոպեկը կոպեկին հազիվ ավելացնելով, ընկերները ասում են՝ դու ախր առանձնապես վարել չգիտես, դու չգիտես ինչքան դժվար է տաքսու վարորդ լինելու համար, պետք է տարիների փորձ ունենալ, դու մի քանի շաբաթ մեքենա ես վարում։ Մի խոսքով իրեն բացատրել էին շատ նրբություններ, որ ինքը չգիտեր։ Ուրեմն սկզբում ինքը մեքենան գնեց, որտեղ ինքը շատ ուզում էր։ Հետո նոր իր համար պարզվեց, որ իրականում դու բավականին, չգիտեմ, պետք է համբերատար, այսինքն, այսպես ասեմ, տաքսու վարորդ լինելը իրենը չէր, ինքը չէր կարող։ Եվ ի վերջո այդ մեքենան խփեցին, ում որ ինքը տվեց, որ վարում էին որպես վարորդ, ինքն էլ չէր վարում, որտեղ չէր կարողանում։ Այդպես մի խոսքով մեքենան էլ կորավ, գումարներն էլ կորավ, ինքը նորից մնաց 5 տաշտակի առաջ։ Դե բնական որ բոլոր ցուլերը չեն կարող այդպեսին լինել։ Ես ուղղակի կոնկրետ որտեղ մարդուն գիտեմ, ես երբ որ ինձ ասեց, մտածում էի, բայց դու հարգելիս ոնց կարողացար ծախսի տակ գցել մարդկանց, բարեկամներ, ծանոթներ, դու ինքդ պարտքի տակ ընկար, գնեցիր, սկսեցիր, ուզում ես սկսել բիզնես, որից գաղափար չունես։ Նախ պետք է պարզես շուկան, այդ գործ ինչ որ ուզում ես անել, դու կարող ես մտնել, քո համար ճիշտ է, ճիշտ չէ, ինչքանով է հարմար քեզ։ Հետո նոր դու արդեն ծախսն արել ես, մեքենան գնել ես, այսինքն ներդրումն արդեն արել ես, հետո նոր պարզում է, որ դու իրականում երևի չկարողանաս։ Այ եթե կան այդպիսի եւս ցուլեր, որ որոշում եք կայացրել, դուք շատ ցանկանում եք, դուք շատ հավատում եք, դա դեռ բավական չէ, պետք է ավելի մանրամասներն իմանալ, միգուցե մասնագետների հետ զրուցել, մինչև որևէ հարցում ներդրում անելը։ Իսկ էլի եմ ասում, եթե դուք պարզապես սխալ գործում, սխալ մասնագիտություն ունեք, դրա համար էլ չի հաջողվում, ուրեմն պետք է վերանայել։ Ֆինանսներում ինչն է ձեզ խանգարում։ Սա համբերատարության եւ չափավորության կարտն է։ Շատ հետաքրքիր է, ինչն է համբերատար ցուլերը ընդհանրապես այնքան էլ համբերատար չեն եւ բավականին ծախսող են։ Չափավորությունը այնքան էլ ցուլերին չի սազում, իրենք սիրում են ճոխություն։ Տեսնեմ, ես փորձեմ 1-2 կարտ էլ հանել, ավելի մանրամասն փորձեմ հասկանալ, ինչն է խանգարում ֆինանսներում իրենց հաջողությանը։ Ինչեր եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ 10 գավազանների, տեսնում եմ 4 թրերի, տեսնում եմ կայսրուհին։ Եվ կարտը խոսում էր չափավորության եւ զսպվածության մասին։ Գիտեք ինչ եմ տեսնում։ Դե նորից եմ ասում հարգելիներ, սա չի կարող բոլոր ցուլերին։ Եթե ձեզ չվերաբերի, խնդրում եմ չմտածեք, օ, ճիշտ չի, ասում սա ինձ չի վերաբերում, ես այդպեսին չեմ։ Եթե ձեզ չի վերաբերում, շատ ավելի լավ։ Սա այն մարդկանց մասին է, ում վերաբերում է։
Տեսեք ինչեր եմ տեսնում։ Այստեղ 10-ը ցույց է տալիս, որ մարդը տեսնում եք, դժվարությամբ է կրում այսքան ծանր բեռ։ 10-ը դա ամենածանր բեռն է, ամենադժվար աշխատանքն է։ Այսինքն ցուլերը շատ աշխատում են, զսպվածություն, այսինքն աշխատանքը չի աշխատում իրենց համար։ Եվ տեսեք, այնքան են աշխատում, որ 4 թրերով հոգնում են, պարկած մարդը, պարկած է, վիճակի չի շարժվելու։ Հոգնում են, նույնիսկ այսպես ասած, չափազանց շատ են հոգնում, չափազանց շատ են աշխատում, բայց սխալ աշխատանք են անում։ Ես նույնիսկ երբ որ նայում եմ աշխատանք, կարևոր չի ինչքան ջանք եք ներդնում։ Եթե դուք սխալ գործ եք անում, դա ձերը չէ, այսքան շատ աշխատում եք, որտեղ ծույլ չի մարդը, ես տեսնում եմ մարդը բավականին ջանք է ներդնում, հոգնում է, գրեթե հիվանդանում է, այդքան որ գերհոգնած վիճակում է, բայց շարունակելով այսպես համբերատարությամբ մարդը հույս ունի, որ ամեն դեպքում ինքը հասնելու է այ կայսրուհու։ Այսինքն կայսրուհու, կայսրի տղամարդկին այստեղ կապ չունի։ Այսինքն ամեն դեպքում ինքը հասկանում է, որ ինքը ամեն դեպքում այսպիսի նպատակներ ունի։ Ինքը ուզում է այսպես մեծ պլաններ, ճոխության, հարստության, այսպես ապահովության, չգիտեմ, ամենաբարձր կարող եմ ասել, ամենամեծ երազանքներն ունեն ցլերը երևի թե։ Ես տվյալ դեպքում ում համար որ նայում եմ։ Դրա համար է, որ ենք համբերատար անում են այս դժվար աշխատանքը, որովհետև նպատակները չափազանց մեծ են։ Բայց իրականում շատ հոգնում են, գերհոգնած վիճակում են, իսկ սա միայն երազանք էլ մնալու է, հարգելիներս։ Ինչ որ բան սխալ եք անում։ Ես տեսեք խոսում եմ խանգարելու։ Նրանք ովքեր հաջողակ են եւ կհասնեն, իհարկե այն մարդիկ ում ստացվում է աշխատանքը եւ իրենց աշտարակն իրականում չի քանդվում, այլ կառուցում են, ինչքան կառուցում են, այնքան ամրապնդվում է, սա նրանց մասին չէ խոսքը։ Նրանք ովքեր փորձում են, աշխատում են եւ շատ են աշխատում, բայց շատ հոգնում են, բայց ոչինչ տեղից չի շարժվում։ Իրենք վստահաբար չեն հասնելու նպատակներին, որովհետև դուք սխալ գործ եք անում եւ ինչքան էլ շատ աշխատեք, միևնույն է ոչ մի բանի չեք հասնելու։ Երազանքը այդպես էլ կմնա որպես գեղեցիկ երազ եւ երկար համբերատար լինել տվյալ դեպքում ձեզ չի օգնում։ Պետք է ինչ-որ բան փոխել։ Հենց ամբողջ նպատակ իմ այսօրվա նայելու դա է, կամ մասնագիտությունը պետք է փոխել, կամ աշխատանքը պետք է փոխել, ամեն դեպքում ձեզ սա հոգնեցնում է եւ նպատակներին էլ չեք հասնում։